Երգ, երաժշտություն, բառեր։ Երբ տխուր ես, միացրու, երբ ուրախ ես, միացրու, երբ ուզում ես հիշել անցյալը, միացրու։ Այս կյանքը առանց երգի շատ մութ կլիներ, շատ անգույն։ Երգը մի հրաշք է, որ աշխարհին մի յուրահատուկ գույն է պարգևում։ Բոլորին դուք ջիթրիքս ալիքում եք ու այսօր խոսալու ենք մի շատ կարևոր, շատ լավ թեմայի մասին՝ երաժշտության։ Պրոստը չգիտեմ դուք ոնց, բայց ես ապրում եմ երաժշտությամբ ու հենց երաժշտություն եմ դնում միանգամից իմ օրը ավելի լավ է գնում։ Ուզում եմ ձեզ պատմեմ մի քիչ իմ մուզիկալի ճաշակի մասին, Դիանայի, Պապայի, մամայի։ Դուք հասկանում եք, որ մենք տարբեր սերունդներ ենք, ասենք Պապան, ես, լրիվ տարբեր երգեր ենք լսում ու ինձ թվաց, որ հետաքրքիր կլինի ձեզ պատմել այս ամեն ինչի մասին։ Ինչ ես լսում։ Մակար։ Էլի ժանելա դու օրականի անգամ ես իրան լսում։ Երբ որ երգ եմ լսում, իրան եմ լսում։ Ես միջև չեմ հասկանում ոնց ենք մենք քուր։ Մարգարի ֆարը թրեք Էվայի դեմքի։ Ինձ կարող է այս բանի համար շատ հեյթ անել, բայց ես չեմ հասկանում։ Օրինակ Միշոն։ Մեկը Միշոն ինքը ունի լավ երգ։ Որը։ Օրինակ SMS-ը հեսա կասի։ SMS-ը, հա։ SMS-ը պատելով կարոտով։ Օրինակ չգիտեի, շոտ։ Ես չեմ ասում, որ իրանք վատ երգեր են։ Չիմանա։ Ինչ լավն է։ Ավելորդ զբաղ է։ Չգիտեմ, ես պրոստը մեկ այնց երգեր կլսես, որ ասել կամերան այդ սիրո մասին են ամենա տրագեդիկ։ Ինչ ես դու խոսում, դու էլ ես հին երգեր սիրում, Սիլվա Հակոբյանի ուշացելով ես սիրում։ Ու էդի հայկական ուշացելը։ Ես արդեն երգը չեմ լսում, ասեք թե անգամ քայլուց այդպես եմ ասեք vibe լինի, կերնուս այդ երգը գոռա։ Բայց դու իմ հետ համաձայն ես, որ այնժամանակ երգերը ավելի լավ էին գրում։ Ես վստահ եմ 10 տարի հետո այս մեկ մեր մականին ու ես քեծի ես իմ սրանց ենք ասելու լավ երգեր, չէ՞։ Չգիտեմ, I don't think so։ Ինչ Յանան սիրում է, ես չեմ սիրում, ինչ ես եմ սիրում, Յանան չի սիրում։ Ինքը սիրում է, ասես մի քիչ ռաբիզական երգեր, ասես մի քիչ ռեպային երգեր, ես էլ ավելի կողմ եմ հին երգերին։ Օրինակ, ճիշտ է, հիմա իմ վրա մի քիչ կծիծաղել, բայց կան երգեր, օրինակ Ալլա Պուգաչովայի երգերին ես լսում եմ։ Позови меня с собой. Я приду сквозь злые ночи. Прохладный ветер еще воduет. Айсбергն եմ մի քիչ սիրում։ Ոնց դու գիտես այս երգերը դետա հետ։ Ես չգիտեմ, պապան ես ինձ ավելի շատ այդ կողմն է տանում, որ ես հին երգեր լսեմ։ Ո՞վ է հաճույքով լսում ես։ Հա, Elvis Presley, Take My։ Ու մի հատ էլ որ տիպի գժվում եմ Queen-ի, այդ Mama։ Իմիցի հին երգեր կան, որ սիրում եմ։ Я тебе не верю-ի համար գժվում։ Я тебе не верю։ Ռուբեն Հախվերդյան, Շարլ Զազնավորը, տենց մարկանց եմ ես սիրում լսել, որտեղ իմ կարծիքով իրանց երգերի մեջ կա իմաստ, երաժշտություն։ Ռուբեն Հախվերդյան ես վերջերս եմ սկսել իրան շատ լսել, իրան շատ եմ սիրում, ու հենց իրա մեր սիրո աշունն եմ ես լսում։ Մեր սիրո աշունը։ Ու իրան ասում այդ երգը իրան բաղացում։ Ես չեմ կարող տենց երգեր լսեմ, չգիտեմ ինչի, բայց հիմա ասեմ ես ում եմ լսում։ Մական, Միագի, բայց նայածոր, Լիլիթ Հովհաննիսյան։ Frank Ocean, Olivia Rodrigo տեսակա։ Olivia Rodrigo լուրջ եմ ասում։ Եթե դուք teenage աղջիկ եք ու չգիտեք ձեր ոնց ձեր մտքերը ոնց հասկանալ եք, այդ աղջիկը սա բացատրում է։ Ու հետո խոսացին մաման ու պապան իրենց սիրած երգերի մասին։ Երաժշտությունը իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղում։ Ես կարող եմ ասել, իմ կյանքը առանց երաժշտության ուղեկցությամբ չեմ պատկերացնում։ Ամեն տեղ, տանը աման լվալուց, մեքենայի մեջ, լողանալուց, ջղայն լինեմ, ուրախ լինեմ, միշտ ես սիրում եմ, երբ որ իմ կողքը կա երաժշտություն։ Իսկ հիմիկվա երաժշտությունը դու հասկանում ես, որ ես ջայնությունը լսում։ Չէ։ Մենակ ես չեմ երկու անգամ համերգի եղել եմ, Բիլի Այլիշի համերգին եմ եղել, մեկ էլ Օլիվիա Ռոդրիգես, լսի գժանոց է, նույնիսկ անկեղծ քեզ ասեմ, բանի համերգին էլ եղա, էլի աննորմալություն էր, որ գնացինք Բիոնսեի համերգ։
Իմ կարծիքով հիմիկվա երաժշտության մեջ, երբ որ բառերը լսում եմ, ես չեմ հասկանում ինչի մասին են երգում, թեման որն է, չէ՞ որ երգը, երաժշտությունը ինքը ունի ասելիք։ Օրինակ մեր ժամանակներում, չգիտեմ, օրինակ Իրինա Ալեգրովա, Ալլա Պուգաչովա, չգիտեմ, Անդրեյ Գուբին, Կիրկորով, լիքը անուններ կան, որ ամեն մի երգը կարծես մի պատմություն ունի։ Լսում ես, ոնց որ սկիզբ ունի, կուլմինացիա, ավարտ։ Հիմա ինչ-որ անհասկանալի կատուներ, շներ, չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Կար այնտեղ DJ Bobo։ Իմ տարիքակիցներից ովքեր հիշում են, թող մի հատ լայքի դնել։ Mr. President, yeah, Coco Jumbo։ Հետո շատ էի սիրում Ray Charles, Joe Cocker, շատ էի Ինչ թե M-ը նաև։ Հիմա մի քիչ ավելի դասական եմ սիրում։ Ես երբ որ հիշում եմ իմ այդ պատանեկան տարիները, իմ մոտ միանգամից գալիս է առաջնային Spice Girls, իրանց զուգահեռ Backstreet Boys, որովհետև մենք ունեինք խումբ, բարեր էինք դնում, երգում էինք, տոմսի գումար չունեի, բայց դա ինձ համար խնդիր չէր, որովհետև ասում եմ ես պետք է այդ համերգին լինեի։ Հերիքշի մենք առանց գումարի մտնում էինք այդ համերգներին, մասնակցում էինք, հետո անպայման ես պետք է հայտնվեի կուլիսներում, պետք է նկարահանվեի այդ արտիստի հետ ու չգիտեմ այդ նկարները ափսոս չկա, բայց այն ժամանակ իմ համար դե Պուգաչովը, Արբակայտը, այդ բոլորի հետ ես ունեի նկարներ, դիսկոտեկա, ավարը, ռուկի վեր, Крошка моя, я по тебе скучаю. Я от тебя письма не получу. We far wherever you go. Я за ним пропаду. Девочкой своей ты меня назови. А потом Обними, а потом обмани, а маленькие часики с ним. Ուրեմն ես մի հատ խնդիր ունեի, միշտ աղբորս հետ էնի բարև միշտ կռիվ էինք անում, որովհետև ես երգի բառերը միշտ չգիտեի, ոնց որ հիմա կիսատ պրատ ասում էի, մեկի աղբերս բանը վիդեոն անջամ, դե հիմա երգի դե հիմա։ Այդ ձեռը ոնց է դրել, որ չխոսեմ։ Լսի տխուր երգերից Любовь похожая на сон է շատ Ой, սիրում։ любовь похожая Չի թողում խոսել։ на сон. Я люблю тебя до слез. Это Исвасակո համար միշտ բոլոր ժամանակներում ակտուալ է։ Красивый незаконченный роман։ Այս վերջերս ամուսինս իմ թանկագին ամուսինս որոշեց Կայֆեր արել։ անակնկալ անել որովհետև ասեմ ինչու ինձ, որովհետև երեխաները չգիտեն ուր են գնում, ում համերգին, ինչի եւ մենք նոր տարվա նախորյակին դեկտեմբերի 30-ին ուղևորվեցինք դեպի Լաս Վեգաս, ում համերգին Backstreet Boys, հետևի փողոցի տղաները։ Երեխեք գնում ենք Backstreet Boys-ի համերգին, անկեղծ ես իրանց մենակ մի հատ երգ գիտեմ եւ մենք սիրահարվում ենք այդ երգերի ներքո։ Վաու։ Ես ու մաման ասենք ոնց եք հագնվել, սենց էլեգանտ, սիրում իրուն, ու Յանան ու պապան, հեսա որ Յանան գա իրա լուքը ցույց կտա, լրիվ ուրիշ սթայլ է։ Բոլորս փորձել ենք սպիտակ հագնվել ու հենց գնանք ներս 90%-ը սպիտակ են հագնվելու։ Backstreet Boys-ը բոլորս գիտենք, որ մեր 90-ականների կումիրներից էին ու սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, անկեղծություն, պարզություն եւ ըստ նրանց 90-ականներին սերը եւ ընդհանրապես երգերը շատ ավելի անկեղծ էին, քան հիմա։ Ես համաձայն եմ։ Սերի համերգները այրոպորտի պես է, ինչ ունես դրդ պետք է թափես թողես ու մտնես դարի։ Հեսա ստուգում են։ Ոնց հասկացա թաքուն եմ նկարելու։ Վաու, չքան սպիտակ գույն կա։ Քանի տարեկանների երբ սկսեցիր լսել Backstreet Boys-ին։ Մոտավորապես 13-ից մինչև 16-17 տարեկանը։ Այդ ձեր դիսկոտեկայի երգներ, իրանց Չէ, երգերը։ դիսկոտեկայի չէ, առաջին հերթին այնտեղ կար Նիկը, որը սենց բաց մազեր ուներ եւ իմ տենց տղամարդու իդեալներ այդ ժամանակ։ Ինքը սենց չոլկաներ, սենց էր անում։ Հարուստ ստիլնի տղաներ էին, որոնք աշխարհը գրավեցին։ Ես այն ժամանակ չէի պատկերացնի, որ ես կարամ այդպիսի խմբի համերգին լինեմ։ Կարծում եմ Spice Girls-ը համերգ կտա ու մենք երկուսով ոտոք մենք կգտնենք։ Արդեն քանի տարի է անցել, բայց կարողացել են ոնց որ
մահել իրանց անունը եւ չեն բաժանվել։ 47, 46, 45 Այս կոնցերտների ամենահավես մասն է սկիզբը Որ ես գիտես սա Ամենաինտրիգուիշի պահն է, որ ես պետք է դուրս գան։ Այդ գրաֆիկաները վայ մտածես նայում ես ու չես կարողանում սա Վարամ ուրիշ տեղն է այդքան հետաքրքիր է այդ շոուն Վաու Մեր վրա Սա կերակելու Ինձ թվում են իր սիրտը կխառնի, ու ինձ թվում են իմ դուր ինչ-որ վատ ինձ կզգամ, որտեվ այդ սաղ էլեկտրոնիկան բաները, բայց ընդհանրապես չէ։ Սա ամեն ինչ-որ տեսնում ենք, մենք ամեն դա զգում ենք, տեղերը շարժվում են։ Իրանց հետ այս ճանոչ չեմ, բայց շատ լավ երգիչներ են։ Չեք կարա պատկերացեք մեկի մենք չենք նայում։ Ես գտա երկու հատ լուբիմչիկ, այն վարդագույն կեպկայովը, իմ ֆավորիտն է։ Կաշոն։ Հա, երկրորդ ֆավորիտին գտա, Մորուկովը։ Gorgeous. Thank you so much for showing up tonight. Իրանք դեռ չեն երկել իրանք լեգենդար Tell Me Why երկը։ Այդ երկը։ Լավ ասենց համերգներ գնալ, լիքը էմոցիաներ ես ապրում, գորգռում ես բան, կռվում են ոման։ Պատմի, Քեմ։ պատմի, ոնց է ծնվում։ Լավ, ոնց պետք է գնացի ջայելություն։ Յանա։ Մի ոնց է։ Շատ սիրուն էր երկինքը։ Հիմա որտեւ իմ ոդքերը շատ ցավում են, դրա համար ինչու ոչ, եմ որ ասում եմ who cares։ Ու տենց շատ լավ ես կոնցերտ ունեցա, ճիշտ է իրանց կես երգերը չգիտեի ու պրոստը սենց նայում էի, միակ երկու երգերից որ ես գիտեի էսա everybody ու մյուսն էլ որ բանը, այդ tell me why մնացածը պրոստը ես նայում էի ու ընդհանրապես հա, շատ հավես էր, բայց ինձ թվում է ինձ ու Յանեն ավելի հավես կլեր, թե մենք գնայինք ինչ-որ մեր սիրած արտիստի, որ մենք իրանց երգերը գիտենք ու տենց, չէ։ Այո։ Յանան տաքություն ունի։ Ֆենոմենալ սենց հիշողություններ էր, ես սենց հիշեցի իմ ամբողջ թինեյջերական կյանքը, իմ զգացմունքները, իմ սերերին։ Սերերին, ինչ որ սերերին։ Սերերին ժամանակ շատ էինք սիրահարվում։ Դե գնաց տեղից էլ է, գտենա սիրարվել։ Ու շատ հաճելի էր։ Այստեղ անջատի այս տանը կռիվ անել։ Հիմա ուզում եմ, որ կոմենտներում գրեք դուք ձեր սիրած արտիստների մասին, ում եք սիրում, ում երգերն եք լսում, երբ տխուր եք ինչ երգ եք լսում, երբ ուրախ եք, ես անպայման այդ ամեն ինչը կկարդամ։ Մերսի շատ որ նայում եք, ես ձեզ շատ եմ սիրում։ Հաջող բոլորին։